Ամերիկյան կառավարության ընդլայնված կազմով պատվիրակությունը փոխնախագահ J.D. Vance-ի գլխավորությամբ Հարավային Կովկաս է եկել օգոստոսին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից ուղիղ կես տարի անց, եւ Հայաստանն առաջին կանգառն է։ Թրամփի ուղի մոդուլային ատոմակայանի կառուցում, կիսահաղորդիչների արտադրություն, տնտեսական գործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի գործընթացի քննարկում, հայաստանյան եւ ամերիկյան կառավարությունների բարձր քննարկումների օրակարգը, քաղաքագետների ու վերլուծաբանների համայնքը, Հարավային Կովկասում ամերիկյան սցենարով տարվող քաղաքականության հերթական, այս անգամ ավելի արագ տեմպերով առաջ մղվող գործընթացի մասին խոսելիս նշում են, J.D. Vance-ն իր այցով ազդարարում է ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ուղին Թրիփը առաջին հերթին Ռուսաստանը եւ Իրանը շրջանցելու տարբերակներից մեկն է արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների համար։ Առարկայական փուլը ամրագրել, վերջին դետալները հաստատել ու գնալ առաջ։ Թրիփը արդեն մտել է առարկայական փուլը։ Ռուսական կողմը վերջին շրջանում հաճախակի է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մեսիջներ ուղարկում, որ այո, հետաքրքրված են Սյունիքով իրականացվելիք Թրիփ նախագծով, չնայած հայաստանյան իշխանությունները բացառում են ռուսների ներգրավվածությունը մի նախագծում, որտեղ արևմուտքն է, մասնավորապես ԱՄՆ-ն։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ըստ վերլուծաբանների Վաշինգտոնն իր դիրքերն ամրապնդեց տարածաշրջանում, երբ Ռուսաստանը թուլացրեց իր ազդեցությունը Բաքվում եւ Երևանում։ ԱՄՆ-ն Վրաստանի հետ հարաբերություններում հետ է քաշվել եւ չի վստահում։ Տարածաշրջանում որպես ռազմավարական գործընկեր, ըստ քաղաքագետների, դիտարկում է Հայաստանի եւ Ադրբեջանին։ Վենսի ժամանումը Հայաստան համընկնում է նաեւ տարածաշրջանային այլ զարգացումների հետ, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությունն է։ Վենսն իր տարածաշրջանային այցով պաշտպանելու է այնպիսի գործարքներ, որոնք թուլացնում են Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը։ Եթե մեծ պատերազմ լինի, Հայաստանը լինելու է Իրանի թշնամիների ճամբարում։ Դա ակնհայտ է։ Ու եթե մենք վերլուծենք Թրիփ նախագծի խորքային իմաստը, ներկայիս կոնֆիգուրացիայով Թրիփ նախագծը, մենք կտեսնենք, որ պարզապես հայ-իրանական սահմանը անցնելու է ամերիկացիներին։ Մենք հիմա մտել ենք մի շրջափուլ, որտեղ ըստ էության հայկական անկախ պետությունը ինտեգրվի ադրբեջանա-թուրքական միացյալ պետական ռազմավարման կառուցվածքում։ Հիմա կպահպանենք ձևական ինքնավարություն կամ ինքնիշխանություն, թե չենք պահպանի, դա ցույց կտա ապագան։ ԱՄՆ-Իրան վերջին շրջանի լարվածությունը ուղիղ հարված կարող է հասցնել նաև Իրանի հյուսիսային հարևան Հայաստանին։ Թրամփի վարչակազմը կարմիր լույս վառեց այն պետությունների համար, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։ Միացյալ Նահանգները այդ պետությունների համար ավելի բարձր 25% մաքսատուրք կիրառելու պատրաստակամություն է հայտնել։ Ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կորցնել։ Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Էկոնոմիկայի նախարարը թե ինքն այդ հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։